64 ուրանամ գա։ Սատիկ Թորոսյանը փորձում է հիշել, թե որ թվականին է այրվել իր տունը։ Այդ ժամանակ էլ մոխրացել են բոլոր փաստաթղթերը, նկարներն ու հուշատետրերը։ Թվեր եւ անուններ հիշել դժվարանում է, սակայն պատերազմի տարիների տառը հուշերը չի մոռանում։ Վիավորներին բդեստային կոր բերեինք, չայել տղեկ, լացդ կուկա, արունը ծով, պես կեշտա վագոնի մեջը, չեն կրնա, բաժիշներին է չեն կրնա հաղթամիշին է, ձեմը արնեին, հնարավոր չեր, որինը պագեին։ Երկրորդ կարգի հաշմանդամ է վիրավորվել է պատերազմի դաշտում, Սատիկ Թորոսյանը նշում է, ժամանակը ցանկացած վերք սպիացնում է, պատերազմից հետո էլ կյանքը շարունակվում էր, ամուսնացել է, ունեցել մեկ դուստր, սակայն երբ կյանքը սկսվել է խաղաղվել, տեղի է ունեցել 1988-ի երկրաշարժը, որի ժամանակ էլ կորցրել է իր բնակարանը, երկար տարիներ ապրել են տնակում։ Մնացինք դուսը, ուր էշտանք, ում տունն էշտանք, հետ բոլորն մեզ պես են, ամեկս մեծ չուլը մարանք, მე անգյուրում կուճուրանք։ Երկրաշարժից հետո Սատիկ Թորոսյանի թոռները մեկնել են արտասահման, քաղաքում ապրում է միայն 70-ամյա դուստրը, ով առողջական խնդիրներ ունի եւ որ մասին հոգ տանել չի կարող։ Ամուսնու մահից հետո ապրում է միայնակ, ստանում է ընդամենը 28,000 դրամ թոշակ, որպես պատերազմի վետերան որևէ արտոնությունից չի օգտվում, երբևէ կառավարության կողմից ուշադրության չի արժանացել, բացառությամբ ամեն տարի մայիսյան տոներին փոխանցվող մի քանի հազար դրամից, իսկ դա չի բավարարում նույնիսկ կոմունալ վճարումներ իրականացնելու համար, արդեն մի քանի ամիս է տանը չկա լույս, գազ եւ ջուր։ Ինչքան կարելի է առանց գազ, առանց դողնալ, մարդը ապրի, ինչքան կարելի է։ Ոչ լույս կա, ոչ տելևիզոր կա, ոչ ջուր կա։ Չնայած որ Սատիկ Թորոսյանն արդեն մի քանի ամիս է լույս չունենալու պատճառով նորություններին հետևել չի կարող, այնուամենայնիվ գտնում է, որ մեր երկրում շատ բան չի փոխվել։ Միշտ էլ նույն խնդիրներն են եղել, նշում է կինն ու հերթով հիշում բոլոր նախագահների կառավարման ժամանակաշրջանները։ Սովետն եկավ կդորում, մեջտեղ ընկավ, ինչ era որ եկավ ընկավ, հեչ բան չերավ։ Իրար սաբանեցին։ Այնինք բոլոր կուզեն թակավոր դառնան։ Այն մարդ մեր թակավորը մտերն աշխարհը չունե պետությունն է չուներով օրսեմ թե ունի բայեգը ուրիշներին կուտա իրանք վերցնե կասիմներին չի աշե չէ սուտկերնի հոգուս մեղքը գործեմ չունին իրանք է չունեին հիմի արդեն ունին ինչ որ էս բանը եկավ էս թաժա թակավորը մեր ով է մորհանամ գանն է Սերժ Սարգսյանը Սերժը Էսի գելոր եկավ, ընկավ արտասահմանները, էպեջա հավաքեց շնորհք սորվավ, կուլտուրա սորվավ, վայ, էդի գավիրեց, էդի գեղավ, չեղավ տագու վրա իրավ երգիրը, նոր դուսան չեր վրնդեցին, վրնդին սկագանից վրնդին իրան, մնդար մարդ էր, լավ չեր, այսինքն ովել եկավ կերավ, համի մակուր մարդ շատ դժվար է գտնելը բալիկ ջան, ինձ հավատատու։ Նայրան Ալբանդյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս։